Դիգի գլխավոր դատախազ, այս հարցարումը չէի բարձրացնի, որովհետև իմ կարծիքով դուք չպետք է պատասխանեիք այս փուլում, պարոն Աղազյանին մեղադրանքին առնչվել եւ որևիցե հարցին, որտեղ այդ հարցի քննարկումն ավարտված է, բայց քանի որ սկսել եք, ես ասեմ, որ ձեր հետ համաձայն չեմ, ձեր այն մեկնաբանության հետ, որ գրություն գրելը մեր լիազորությունն է միանշանակ, բայց հասկանում եք, ես էլ եմ այդ հարցադրումը երեք հնչեցել պարոն Աղազարյանի հետ կապված, բայց ինչի եք ասում հետ վերցրագրությունը, այստեղ ես էլ եմ խնդիր տեսնում, բայց տեսեք, սա փոխկապակցել, այսինքն պատճառ-հետևանքային կապը գիտեք գրություն գրելու եւ հետ պահանջելու միջեւ այնքան էլ հստակ չի եւ խնդրեմ որպեսզի մեր լիազորությունները գրություն գրելու այլ կերպ մեկնաբանենք, որտեղ հակառակ դեպքում մենք կդադարենք պարզապես գրություններ գրել, մենք շատ գրություններ ենք գրում, իրականում շատ գրություններ ենք գրում եւ սա մեր լիազորությունների կարևորագույն յետերից մեկն է, բայց ես հարցեր ունեմ կապված պարոն Տարոն Մարկարյանի ներկայացված մեղադրանքի հետ։ Հիմա ճիշտ եմ հասկանում, որ նույն ֆաբուլայով, այսինքն նույն փաստական հանգամանքներով գործեր հարուցված է եղել այդ թվում պարոն Տարոն Մարկարյանի նկատմամբ, որոնք արժվել են այդ թվում եւ նախ եւ առաջ ոչ արդարացնող հիմքով, այն է վաղեմության ժամկետները լրանալու պատճառով եւ դրա հիման վրա հաշվի առնելով որ գործերը կարճվել են, դրանից հետո մենք բերում ենք նույն ֆաբուլայի հիման վրա մեկ վերավորակում ենք գործերը եւ փողերի լվացման մեղադրանք ենք ներկայացնում եւ եթե կան տարբերություններ խնդրեմ ներկայացրեք Եվ երկրորդ հարցը, որը շատ կարևոր է, տեսեք, համայնքի սեփականությունը տնօրինում է ոչ թե համայնքի ղեկավարը, այլ ավականին, դա սահմանադրական լիազորություն է ավականում։ Եվ այդ օտարումները իրականացվել են ավականու կողմից։ Մենք նաև քրեիրավական տեսանկյունից պետք է հասկանանք պատասխանատվության էլեմենտը այստեղ, ինչ կարգի պատասխանատվության անձը ենթարկվի, եթե որոշումը կայացել է ոչ թե ինքը, այսինքն մասնակցել է որոշման կայացման, որտեղ քաղաքապետն է ավականու անդամ, բայց որոշումը կոլեկտիվ սուբյեկտ է կայացել։ Սա իմ կարծիքով հարցը, որը կհնչի նաև դատականության ընթացքում։ Շնորհակալություն արձագանքի ժամանակ կփորձեմ շարունակել։ Պարոն Վարդանյան, ձեր առաջի հարցի կապակցությամբ։ Եթե հատվածական մեկնաբանեք գրություն գրելու իրավունքը եւ հետո միջանկյալ բոլոր փաստերը մոռանաք եւ վերջում ասեք ինչի գնացիք հետ վերցրեցիք, այդտեղ տրամաբանությունը խզվում է, բայց միջնորդագրում նշված է, որ իր լիազորությունների շրջանակում խնդրել են իրեն, որ գրություն գրի, որպեսզի թույլ տան այդ քաղաքաշինական գործառույթը իրականացնեն, դպրոցը քանդեն, բազմաբնականաշենք սարքեն, մի հատ էլ դպրոց սարքեն կողքը։ Ընթացքում տեղի են ունենում էլի գործողություններ, որոնք քննարկեցինք մի ամբողջ օր երեք ուղղակի նորից էս սրա շրջանակներում չանդրադառնամ։ Ես խոստացա անդրադառնալ, եթե ինչ-որ բանի մոռացել եմ, այդ պատճառով եմ այս հարցերին պատասխանում։ Եվ հետո վերջում էլ դու ձեզ մոտ էլ էր տարակուսանք առաջացնում։ Բայց եթե ամեն ինչ այտենց իդեալական էր, ինչի էր ասում հետ վերցրու։ Ինչի ես ուզում, որ քո պատշաճ լիազորության շրջանակում սկսված վարույթը, որտեղ քաղաքային կոմիտեն բացասական չի արձագանքում։ Ասում է, հա, նպատակահարմար է, կարելի է ներդրում այն ծրագիր, բայց նաև այս մարմինների հետ։ Ինչի է process-ը կանգնացնում։ Եվ այս հարցի պատասխանն է, որ մենք պետք է ստանանք շարունակվող նախաքննության ընթացքում արդեն կարգավիճակով։ Դե ես խնդրում եմ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, նաև բոլոր մեզ լսող անձանց նկատմամբ չստացվի, թե ես եկել եմ ասում գրություն մի գրեք, չէ, ինչքան շատ գրություն է գրում, այնքան շատ հարց այդ թվում դատախազությունում նորից բարձրացվում է, նորից քննարկվում է քաղաքացիների հարցերը, բարձրացում է ձեր մանդատը դրա մասին է։ Բայց եթե խոսքը գնում է որոշակի առավելության դիմաց դա անելուն, այստեղ կարմիր գիծ է, որը քրեական օրենսգիրքը ինձ լավ գիտեք, հանձնաժողովում 1000 անգամ քննարկվել է, պաշտպանում է։ Դրա համար այս հատվածական մեկնաբանությունը խնդրում եմ մի տվեք։ Ես չեմ ասում լիազորություն գրեցիր, դրա համար կաշառք վերցրեցիր, չէ։ Դու ասիր, որ դու քո լիազորությունը կօգտագործես քեզ տված ֆինանսական առավելության նկատմամբ։ Հələ երեգել խոսքի մեջ ասվեց, որ էժան գնովել բնակարան։ Այսինքն առավելություն, որը էլի բխում է ինչ-որ կարգավիճակից։ Հələ դա հարցի մյուս կողմն է։ Եվ նոր վերջում արդեն, երբ որ այս ամբողջ խմորումները տեղի են ունենում, ասում եմ գնագրությունդ հետ վերցրու։ Թող քաղաքային կոմիտեն ընթացք չտա։ Սրա մասին է։ Ինչ վերաբերում է ձեր նշած բարձրացրած հարցին, պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանը ունի նախադեպ մեկ այլ գործով եւ շատ թարմ 2019 թվականին, որտեղ ես անդադ սպասում եմ այդ կրկնակի դատապարտման հարցը, դրա համար ես նախադեպը վերցրած եկել եմ, որտեղ ինձ էլ էր առաջին հերթին այդ հարցը հետաքրքրում, բայց հենց նույն դատախազության այն դիրքորոշումը 2019 թվականի, որ
նախկինում թեկուզ ոչ արդարացնող հիմքով կարճված, բայց նույն վարույթի շրջանակում հետագայում փողերի լվացման մեղադրանքում նույն փաստերի օգտագործումը կրկնակի դատապարտում է, դատարանները գտել են, այդ թվում միահամուռ բոլոր դատարանները գտել են, որ ոչ։ Դա միջդատական վարույթում գտնվող գործի մասին է, դրա համար դատաքննական համարը նախաքննության համար, դատաքննական համար չի նախաքննության համարը, բայց եթե ձեզ մասնագիտական առումով հետաքրքիր է, կարող եմ տրամադրել ծանոթացման։ Սա կրկնակի դատապարտման մասով ձեր մտահոգության տեսանկյունից մի րոպե էլ կտակ պատասխանեմ վերջին հարցին։ Ինչ վերաբերում է համայնքի ավականուն, միջնորդագրում շատ մանրամասն նշված է, թե դպրոցի սահմանները վերաճշտելու ժամանակ որ մեկը ինչա արել։ Եվ այստեղ չի գնացել ավականու որոշումներով, այստեղ գնացել է ձևական աճուրդներով։ Ինչ են արել, ասել են դպրոցի տարածքը ոչ թե x-ը, այլ մինուս ինչ-որ մի միավոր, եւ այդ ինչ-որ մի միավորը ուրեմն պետական կառավարման կոմիտեի լիազորությունը չի, իդեպ երկու օրը մամուլում շրջանառվում է, բա կառավարությունը ոնց է այդ տարածքները տալիս, շատ պարզ, որովհետև կառավարությունն է որոշում ու հատկացնում։ Տվյալ դեպքում կառավարության որոշումն են շրջանցել, ոչ թե ավականու, պարոն Վարդանյան։ Այստեղ իրենք փորձել են ցույց տալ, որ սա ուղղակի համայնքի սեփականությունը եւ դրել են աճուրդի համայնքի սեփականությունը։ Ոչ թե օտարել են, ոնց որ երկու վկայակոչված փաստաբաններ վկայակոչվում, երկու վկայակոչված դպրոցների դեպքերով, որտեղ որ կառավարության որոշմամբ է դպրոցին հատկացված հողատարածքը հետ վերցվել եւ հատկացվել ներդրումային ծրագրին։ Իդեպ նույն Տարոն Մարգարյանի պրակտիկայում կա մի դեպք էլ, որը մեկ այլ քրեական վարույթ է, որտեղ որ Տարոն Մարգարյանը կառավարությունն էր ուղարկել հարցը, որպես քաղաքապետ եւ գործել էր լրիվ իր լիազորությունների շրջանակում։ Բայց այդ մյուս վարույթում էլ ներդրումային ծրագիրն էր փոշիացվել եւ այդ պատճառով դարձել էր քրեական գործ։ Այսինքն ներդրումային ծրագիրը, որը խոստացվել էր, 3 կառավարության որոշումներով զրոյացվել էր։ Գիտեք, հայտնի Չայկովսկու դպրոցի հետևի այդ կաթսայատան պատմությունն է։ Այսինքն ասել, որ մենք իր օրինական ճանապարհը չգիտենք, էլի չի ստացվելու, որովհետեւ նույն ժամանակահատվածի 13-14 թվականների ուղիղ գրություններ կան, որտեղ քաղաքապետը գրում է, որ կառավարությունը կարող է այս լիազորությունը իրականացնի։ Հուսամ կարողացա պատասխանել։ Վիլեն Գաբրիելյան։ Արձագանք։ Շնորհակալություն, Իմ Վարդապետյան, շնորհակալություն, ես Աղազարյանի մասին չեմ անդրադառնալու, բայց էլի ասեմ, որ կարծես թե պարոն Աղազարյանը քաղաքապետարանից է ասել դիմում հետ վերցեք, ոչ թե Քաղշինից, բայց դա առանձին պատմություն է, գուցեև սխալվեմ, բայց անդրադառնամ այս հարցին։ Տեսեք, հանրային քննարկում է, եւ մենք հանրությանն իրավական մանրամասները չեն կարող ներկայացնել, բայց առնվազն տեսնում ենք ձեր միջնորդագրի մեջ էլ, որ քրեական գործերը կարճվել են վաղեմության ժամկետներով, եւ դուք հիմա եկել եք նույն ֆաբուլայով, այսինքն նույն փաստական հանգամանքների հիման վրա այլ հոդվածով որակում եք, այլ հոդվածների հիման վրա, այլ որակմամբ հանցագործություններ հարուցելու, քրեական վարույթներ հարուցելու համար մեր համաձայնությունն եք ակնկալում։ Այստեղ է խնդիրը եւ հարցը հետեւյալն է, օրինակ ինչու ավելի վաղ չեն հարուցվել այս վարույթները, ինչու ենք սպասել, որ վաղեմության ժամկետներն անցնեն։ Պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկային ինձ լավ եք ծանոթ։ 2019 թվականին Վճռաբեկ դատարանը դեռևս չուներ նախադեպային որոշում, որտեղ ասում էր, որ բավարար է միայն արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը որպես պրեդիկատ նկարագրելու համար։ Ասում էր, դու պետք է ունենաս 4 հանցակազմով հաստատված վերջնական մեղք, նոր դրա հիման վրա կառուցես, դա 2011 թվականի Վճռաբեկի նախադեպն էր, որը մինչև 2000 Սոցիալական դավաճանի 20 թիվներ, երբ որ Վճռաբեկ դատարանը փոխեց այդ նախադեպը Սուքեսյանի գործով եւ ասաց, որ ոչ, անհրաժեշտ չի, նաեւ այս իրավիճակները աչքի առաջ ունենալով, որ անհրաժեշտ չի, որ մինչև վերջին ստորակետը դատական ակտով հաստատվի, հետո նոր գազ փողերի լվացման հանցակազմ քննարկես։ Ենթադրում եմ 2019 թվականին ես չեմ պաշտոնավարել, բայց ենթադրում եմ այդ տրամաբանությամբ, որ պրեդիկատները ուղարկվել են դատարան, եւ եթե նկատեցիք 2024 թվականից սկսած, երբ որ բոլորը համաձայնվել են վաղեմության հիմքով հետապնդումները դադարեցնելուն, եւ ես էլ նշեցի, որ ինչքան էլ պնդում են դա բանավոր, բայց դատարանում մենք չունենք արձանագրում, որ համաձայն չեն եղել մեղադրանքի հետ, նոր դրանից հետո մենք արդեն իրացրել ենք երկրորդ կտորը եւ փողերի լվացման մեղադրանք ենք առաջադրել։ Եթե 2 րոպե կտակ, ես Վճռաբեկի այդ դիրքորոշման հատվածը կարդամ ձեզ համար, որտեղ որ այդ փողերի լվացման մասով ասում է, որ դու կողմին պետքա հնարավորություն տաս, որպեսզի իր իրավունքները պաշտպանի։ Իդեպ դատարանները տուժող կողմի ներկայացուցիչ չի բողոքի հիման վրա են այս որոշումը կայացրել։
Հա, կարելի է։ Խնդրեմ։ Դատարանն արձանագրել է, որ երբ օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել հանցագործությունը եւ այն կատարած անձին կամ անձին բացահայտելու ուղղությամբ, անձի կրկին անգամ դատվելու մասին հետևությունները վաղաժամ են եւ չեն կարող պայմանավորված լինել բացառապես քննվող քրեական գործով առաջադրված մեղադրական փաստական կողմի եւ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջի կետով այդ նույն քրեական գործի հարուցման մասին որոշման նկարագրական մասի նույնական փաստեր արկա լինելու հանգամանքով։ Վճռաբեկը ուղիղ ձեր հարցին պատասխանում, ասում է, այս դեպքում դու չես կարող սահմանափակել նաև այդ իրավունքը անձի, որը որ տվյալ դեպքում պահանջում է, որ բացի պրեդիկատից նաև փողերի լվացում է տեղի ունեցել։ Իսկ տրամաբանությունը օրենք վճռաբեկի նախադեպից է բխել, որ չէին կարող միայն նկարագրությամբ ուղարկել։ Այդ ավելի ուշ է վճռաբեկը զարգացրել։ Հիմա մենք ուղարկում ենք արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությամբ։ Վիլեն Գաբրիելյան։ Շնորհակալություն։